Բարի երեկո սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, կողջունենք ձեզ դարձյալ Մեծիդանն Գիլիգո Գաթողիկոսության քրիստոնեական դաստիարակության բաժանմունքի կողմէ գազմագերբած հավատք եւ կյանք հայդակիրով համագործակցությամբ Վանացայինի հայկական ռադիոգայանին։ Այսօր Վանացայինի ստուդիոյեն ներս ուրախությամբ կհյուրընկալենք Մեծիդանն Գիլիգո Գաթողիկոսության միապաններեն եւ միաժամանակ Բիկվայայի Սուրբ Աստվածածին վանքի վանահայր Կերաբադիվ դեր շնորհք Զայրակուն Վարդապետ Աշակյանը, որ պիտի խոսի կյանքը միջոց Աստված հաջության խորակրով։ Աստված օգնական եւ բարի երեկո եղբայր։ Եվ օգնական այսօր։ Սկսելով մեր հարցազրույցին, ինչ է կյանքը այսօր։ Կյանքը Աստծո կողմէ մարդուս տրված մեծակույն եւ կամ լավակույն բարգևն է։ Կյանքը սակայն կարելի է թարգմանել հիմնական երկու իմաստներով կամ հիմնական երկու նշանակություններով։ Առաջինը սովորական կյանքն է, որում սկիզբը ծնունդն է, իսկ բսակը մահը։ Յուրաքանչյուր դարիք իրեն հատուկ անուշությունը, իրեն հատուկ քաղցրությունը, իրեն հատուկ բարդավորությունները, բադասխանատվությունները ունի։ Սակայն այս բոլորեն անտին, եթե փորձենք անցնել կյանք հասկացողության հիմնական եւ առավել կարևոր իրականության մասին, երկրորդ կյանքն է, որ մեր հոգևոր կյանքն է։ Նյութականը անտրանցնող կյանքն է, որ դրված է Աստծո կողմէ, որպեսզի մենք մեր կատարած աշխատանքներով, մեզի հանձնված պատասխանատվություններով իրագործենք սայն, բահելով մեր կյանքը անաղարտ եւ մաքուր, արժանանալու համար հավիտենականության։ Ինչ կհասկանանք Աստված հաջություն ասելով։ Աստված հաջություն բառը, եթե առնենք բարձ հասկացողությամբ, կնշանակե Աստված հաջեցնել։ Մարդկային մեր իրականության մեջ այսօր բնական է մենք բոլորս այնպես կապրինք, կամ այնպես կգործենք, կամ այնպես կհակվենք, կշկվենք, որպեսզի մենք անձնապես մեր շրջանագին, մեր ընկերներուն, կամ դպրոցեն ներս, կամ ամեն տեղ ուր որ ըլլանք, այնպիսի ցևով ըլլանք, որ մարդոց հաջելի երևի։ Շատ հաճախ բնական է մարդենք կդգարանանք, երբեմն կգեղձենք, երբեմն մեր իսկական պատկերը կփորձենք ծածկել, տեսնելով մեր դիմացին սպասումները կամ տեսնելով մեր ընկերության սպասումները եւ կփորձենք այնպես մենք մեզ ցույց տալ, որ հաջելի թվինք մեր նմանին։ Այս երևույթը ամեն մարդու մեջ կա գրեթե, ամեն մարդ ունի եւ իր գարելին գնե, որպեսզի ինքը հաջելի թվի իր ընկերության։ Այն մարդ իր մով սպաղի, քնահատանքով խոսի, այս կամ այն։ Սակայն Աստված հաջության բարակային, ինչպես ասենք, Աստծո աչքին հաջելի երևիլ կամ Աստծո աչքին հաջելի թվիլ, այս բարակային Աստված ինքը կսպասե իր ստեղծագործած մարդեն, իր ստեղծած մարդ անհատեն, այնպիսի կյանք մվարե, որպեսզի իրեն հաջելի թվի։ Մեկ տարբերություն մարդկային են, որ մենք ըզմեզ Աստծո առջև բացարձակապես չենք կրնար գեղձել, չենք կրնար մեր դարբեր թիմակիցը ցույց տալ, որովհետև Աստված ինք կքննե սրտերը, կքննե հոգիները եւ այդ իմաստով երբեք չենք կրնար մենք ըզմեզ ծածկել Աստծուց մե։ Եթե երբեք մենք այսօր կբայքարենք
ամճնալով մարդոց մեկ, ամճնալով մեր ընկերութեն են, մեր ծնողներ են, մեր ընկերներ են, մեր շրջաբադեն, եւ մենք ես մեզ լավ ցույց տանք, առավել եւս բարդավոր ենք հոգևոր կյանքի հասկացողությամբ այնպես ապրիլ, որ փոխանակ մարդոց կամ առավել եւս մարդոց Աստուծո աչքին հաճելի թվի։ Շատ բարի, առնենք մեր թատարը, որ մի ետ կգմիանանք։
Անոնք որոնք մեզի նոր միացան, բարձրապես հիշեցումն է որ գնեմ, հայր շնորհքն է որ գխոսի, որպես խորակիր ունենալով կյանքը միջոց Աստված հաջության։ Շարունակելով մեր հարցազրույցը այսօր, երրորդ հարցումը, ինչպես կարելի է օգտագործել կյանքը զասված հաջեցնելու։ Գիտնալի այդ ինչ է կյանքը եւ ինչ է Աստված հաջությունը, կարելի է ասել, որ կյանքը, որ Աստված տվավ մեզ յուրաքանչյուրիս, անոր գողքին նաև իր ստեղծած արարածներն յուրաքանչյուրին կարելի է ասել, տվավ կարողությունը, տվավ շնորհքը։ Այսօր իրականության մեջ յուրաքանչյուրս, որ գաբրինք այս աշխարհի վրա, գրելով աստվածային պատկերն ու նմանությունը, շատ բնական է, որ յուրաքանչյուրս, որ գաբրինք ու գործենք, եւ մեր երկնավոր հոր Աստծո կողմէ մեզ յուրաքանչյուրիս շնորհքը, կարողությունը, այլ խոսքով բարդավորությունը հանձնված է։ Շատ հաճախ մեր համացայն մեր մոդիգության Աստծո, համացայն մեր հարաբերության Աստծո հետ գկիդակցինք այն կարողություններուն կամ շնորհներուն, որ Աստված ինք տված է մեզ յուրաքանչյուրին։ Եվ շատ հաճախալ չենք գիտակցիր կամ անգանդեսենք։ Սակայն կարողություններ ու շնորհներու դարբերություն ասելով դարբերություն գոյություն չունի։ Յուրաքանչյուրս ունենք կարողությունը, յուրաքանչյուրս ունենք շնորհքը, ոմանք կրնան լավ երգել, ոմանք կրնան լավ խոսել, ոմանք կրնան լավ լսել, ոմանք կրնան լավ ջաշ եփել, ոմանք կրնան լավ խաղալ, եւ այլն եւ այլն։ Այսոնց բազմաթիվ է Աստծո կողմէ մեզ յուրաքանչյուրիս տրված կարողություններն ու շնորհները։ Սակայն այս բոլոր կարողությունները, այս բոլոր շնորհները պետք է մենք որպես մարդ անհատներ օգտագործենք զաստված պարապանելու համար։ Այնքան ադեմ, որ Աստված մեզի այս կյանքը տված է, այնքան ադեմ, որ Աստված մեզ յուրաքանչյուրիս վիզերում պատասխանատվությունը տրած է, հետևաբար այդ բոլորը իրագործելու համար մենք պիտանցնենք որոշ չափով դժվարությունները, նեղությունները, պիտի ունենանք ուրախ բահեր, պիտի ունենանք դխուր բահեր, երբեմն ուրախ պիտի լանք, երբեմն դխուր պիտի լանք, սակայն այդ բոլորը մեր կյանքի ելևէջները, մեր կյանքի պայքարը երբեք բաժար բեք չէ հանդիսանա, որբեսի մենք անդեսենք կամ մենք մոռնանք փարգութենեն մղված եւ կամ այլ ինչ պատճառով Աստծո կողմէ մեզի վստահած բարդավորությունները անդեսել։ Սակայն ընդհանուր որպես մեկ ընտանիք, քրիստոնյա ընտանիք, մենք հիմնական առաքելություն ունենք հավաքապար բոլորս, որն է հետևել Քրիստոսի քայլերուն։ Մենք գիտենք, որ այս կյանքը ժամանակավոր ընթացքն է։ Մենք կհավատանք, որ այս կյանքի ավարտին մենք մեր գործերով, մենք մեր գադարած բարեգործություններով պիտի արժանանանք փունիս կյանքին, Քրիստոսի կողմէ մեզ յուրաքանչյուրիս խոստացած հավիտենական կյանքին։ Սակայն այսօր մեր ընկերության մեջ շատ հաճախ կհանդիպենք, այսինքն բարդավորություն ասելով, կասկնենք այսօր մեր ընկերության մեջ շատ հաճախ կհանդիպենք բազմաթիվ, դժբախտաբար բազմաթիվ մարդոց, որոնք կսեն, որ ես աղքատներուն կօգնեմ, ես սուտ չեմ խոսիր, ես հիվանդներ գայցելեմ, այս կնեմ, այն կնեմ, սակայն դա անոր դիմաց աղոթական կյանք են կամ եկեղեցի են, հերու է։ Հիմա մենք պետք է ճիշտ հասկանանք հոգևոր կյանք եւ բարոյական կյանք։ Մեկը մյուսը ամբողջացնող հիմնական երկու դարեր են։ Բարոյական կյանք ունենալ
չի նշանակեր անպայման հոգևոր կյանք ունենալ։ Հոգևոր կյանքը բարոյական կյանք ավելի ճիշտ ինքնին արդացոլացումն է մեր ապրած հոգևոր կյանքին։ Մենք որպես քրիստոնյա ընտանիք ամենօրյա դրությամբ բարդավոր ենք մեր երկնավոր հոր հետ կապ հաստատել անհատական աղոթքով կամ հավաքական աղոթքով այնքան որ հերույ ենք եկեղեցին որ Աստծո դունն է եւ միևնույն ժամանակ հավաքական աղոթական կյանքի մաս կգազմե որուն ընթացքի մենք միասնապար մեկ ընտանիք զաստված կփարապանենք զաստված կբաշխտենք զաստված կփարավորենք եւ վերջապես կհաղորդվենք իր մարմնով Քրիստոսի մարմնով եւ արյամբ եթե այնտեղ մենք որպես քրիստոնյան հատներ ներկա չենք կնշանակի որ մենք մեր հոգևոր կյանքի մեջ որոշ թերություն ունենք ատկանգախ կալով աղոթական երկրորդ կյանքի իմաստին որ անհատական աղոթն է եթե երբեք մեր առօրյա սպաղումներուն ժամանակամիջոցին մենք երբեք կետ մեկ վարգյան Աստծո ժամանակ չենք տար հագարակ իր դված բոլոր բարիքներուն որ մեզ ուժ գուտա կարողություն գուտա գամք գուտա որբեսի մենք կրնանք աշխատել կործել եւ մեր առօրյա հաց ապահովել ադոնց դիմաց մեկ վարգյան ժամանակ չենք տար Աստուծո հետո խոսելու փառք տալու իրեն կամ այլ ինչ որ մեր սրդեն կփխի երևաբար հավասիկ երկրորդ թերությունը մեր հոգևոր կյանքի մեջ իսկ եթե Աստվածաշունչը չենք կարդար ամենօրյա թրությամբ եթե մեր դուներում մեջ գոյություն չունի Աստվածաշունչը կամ եթե գոյություն ունի փոշիներու ներքև է եւ զայն չենք օգտագործել որպես ամենօրյա թրությամբ գարտանք մեր ուղեղներում մեջ վերաթարմացնենք թե Աստված ինչ կսպասե մեզ Աստծո գամքը ինչ է ինչ են այդ միջոցները ինչ են այդ ընթացքը որոնց միջոցով մենք գրնանք հաջելի թվիլ Աստուծո ինչպիսի կյանք մնե որ կսպասե Աստված կամ կսպասե Քրիստոս մեզ որ ապրինք եթե ամենօրյա թրությամբ չգարտանք կամ չտեսնենք թե Քրիստոս ինչպես ապրեցավ չգիտնանք թե Քրիստոս ինչպես գործեց չգարտանք անոր արակներ բատմած արակները որոնց մի յուրաքանչյուրը մեգական տաս է մեզ մի յուրաքանչյուրից չգարտանք չգիտնանք անոր պատկամները հաբա ինչպես պիտի գրնանք ճշտել մեր կյանքի ուղղությունը ինչպես պիտի գրնանք ճշտել կամ սկիզբ տնել մեր աստվածհաճության կյանքի ընթացքին եթե երբեք այսօրվա մեր կյանքի մեջ եթե երբեք ուզենք զասված հաջեցնել նախ պետք է մոդիկ հարաբերություն ստեղծենք մեր եկնավոր հոր հետ այսօր եթե մեր նմանին կամ մեր ընտանիքին կամ մեր ասկականներուն բարեկամներուն նկատմամբ եթե բարդավորություն ունենք եթե այդ բարդավորության դիմաց թերանանք երբեմն հարց կզակի եւ այդ հարցերը կրնան միջև քենության կրնան թշնամության տանիլ հաբա որքան որ Աստված ինք գողոկա մեզի գողոկա մեր գարիկները մեր պետքերը մեր գողքին է ինք միշտ մեր գողքին անշուշտ երբեմն մենք է որ գեհրանանք իր մենք է որ գանդեսենք իր ներկայությունը ինչքանով ավելի բարդավորություններ ունենք իր նկատմամբ հետևաբար Աստված հաջություն ապրելու համար զաստված կոհացնելու համար նախ պետք է գարտանք Աստվածաշունչը մնայուն աղոթական կյանքի մեջ մնանք պետք է գիտնանք Աստծո կողմէ ինչ շնորհք տրված է մեզի ինչ է մեր կարողությունները եւ երբեք չթշկոհենք որ այս ինչ անցը լավ երկի ես ինչու չեմ գնալ լավ երկել այս ինչ անցը լավ գքարոզե ես ինչու չեմ գնալ լավ քարոզել այն մեկը շնորհք ունի անշուշտ բաներ կա որ թերությունը մեզ մեկ գրնալ օրինակի համար լավ քարոզել գրնալու համար պետք է լավ գիրք կարդալ լավ խոսիլ գրնալու համար պետք է ժամանակ տալ ինքնաշխատություն կատարել գարկուն բաներ կա որ մեզ միալ գուկա եւ այս բոլորը անդրադառնալով նաեւ պետք է հաջախենք եկեղեցի որովհետեւ զաստված փարապանելու զաստված բաշտելու արիթը երբեք չգործընծնենք եթե այս բոլորը ապրինք եթե այս բոլորը կործենք
անշուշտ ասոնց դիմաց մեր բարոյական բարդավորությունները գդարենք, ինչպես աղքատներ օգնել, հիվանդներ այցելել, եւ այլն, բարոյական բարդավորություն չփամփասել, չսդել, բարոյական բարդավորությունները մեր շատ են, այդ ադեն է որ այդպիսով է որ մենք կրնանք զաստված հաջեցնել։ Որպես հոգևորական եւ որպես եզրակացություն այսօրվան մեր հարցազրույցին, ինչ ունիք ասելիք մեր ունգընտիրներուն եւ ակընտիրներուն։ Այս կյանքը, որ այսօր մենք կապրինք, ժամանակավոր է, փորձարական շրջան է, հետևաբար ինչպես որ եկանք այս աշխարհ, նույն ցևով այս աշխարհեն պիտի հեռանանք, բոլորս անխտիր։ Հետևաբար ովևէ մեկ բան այսօր այս աշխարհի մեջ չարժեր որբեսի մենք մեր իսկական պատկերը կամ նկարակիրը գործընծնենք։ Ամեն ինչ ժամանակավոր է, մեր ֆիզիկական ժամանակավոր է, սակայն մեր հոգիները միշտ պիտի մնան։ Եթե երբեք գուզենք արժանանալ Քրիստոսի ներկայությունը, հաբա ուրեմն ֆիզիկականի կամ մեր առօրյա բարդավորություններուն գողքին եւ առավել եւս այնպիսի կերպով ապրիլ, որ գրնանք մեր հոգիները անպայմանորեն բրգել։ Կյանքը ակնթարթ մնե, այսօր գանք վագրնալալ չլանք, ապրինք այնպես, որ օրինակ այսօրը մեր կյանքի վերջին օրն է, այն համոզումով ապրինք, որ մենք այսօր վերջին օրն է, որ մենք այս աշխարհի վրա ենք։ Եթե երբեք այս գիտակցությունը կամ այս համոզումը ունենանք մեր կյանքի մեջ, հետևաբար ինքնաբերաբար գաբրինք այնպես, ինչպես որ Քրիստոս ինք գուզե մեզ մե։ Գփորձենք անաղարտ պահել մեր հոգին, մաքուր պահել մեր հոգին։ Հերու գենակ փամփասանքե, զրբարդությունները, ըսիսավները, սդախոսությունները, գեղձիկը, ամեն ինչ է։ Որովհետև այս աշխարհը ինչ որ գուդա մեզի կներկայացնե մեզի իրեն պիտի մնա։ Սակայն այն ինչ որ մենք կուտանք մեր նմանին, կգադարենք մեր նմանին համար, ինչ որ մենք մեր սրտեն հոգիեն կուտանք մեր ընկերության, կամ մեր հաստատություններուն, կամ մեր նմանին, կամ մեր ընկերոջ, կամ մեր ընտանիքին, անշահախնդրորեն, անշուշտ, անոնք է որ պիտի մնան, անոնք է որ մեզ պիտի արժանացնեն Քրիստոսի քաղցր ներկայության։ Շնորհակալություն եղբայր, վարձքենիդ կդար, Աստված ձեր հավատքին եւ գոչումի մեջ հաստատ բայ։ Փագել է առաջ մեր հայդակիրը սիրելիներ, ագանչալուրը լանք Դավիթ Մարգարեին Պերնով արտասանված Սամոսներեն հատվածը։ Դեր ինչքան շատ են զիս նեղողները, ինչքան շատ են ինձի թեմ ելողները, շատերը ինձի համար գսեն, անգարելի է որ Աստված զինք բրգե, բայց տուն ով դեր, տուն ես պաշտպան վահանս, տուն ես պարկս, գլուխս բարձր բահողը, ամբողջ ցայնով դիրոջ աղաղագեցի եւ իր սուրբ լեռնեն բադասխան տվավ ինձի։ Ես գբարգիմ գքնանամ վստահ որ քիշերն ամբողջ դերը զիս կբահբանե։ Ուստի բնավ չեմ վախնար փյուրավոր այն մարդոցմե, որոնք ամեն կողմե զիս կբաշարեն։ Ել ով դեր, բրգեզիս, ով իմ Աստվածս, ապտակ մդուր թշնամիներուս, թշրե ամփարիշներուն ագրաները, բրգությունը տուն գուդասներ, թող օրտնությունդ ժողովուրդիդ վրա ալլա, ամեն, բարի քիշեր և հաջելի ունգընտրություն։